Գրեթե վստահ եմ, որ այս անգամ ոչ մի թոշակառու չի ընտրելու ներկա կառավարությանը։ Սիրելի թոշակառուներ, նորից ձեզ համար խնդիրներ են սարքել, բարդացրել են ամեն ինչ։ Նախ, ինչ որ հավելված քաշիր, որ կարողանաս օգտագործել, մարդ կա, որ այնպիսի հեռախոս չունի, որ կարողանա հավելվածներ քաշել կամ աչքերը լավ չի տեսնում կամ բան չի հասկանում։ Ծրագիրը հորինողները մտածել են ընդհանրապես շրջանի ժողովրդի մասին։ Իհարկե ոչ, որովհետև չունեն մտածելու ունակություն։ Օրինակի համար գյուղերում չկան բանկեր, ոչ էլ հարմարություններ, որ կարողանան թոշակի քարտ ձևակերպել կամ առավել եւս հանել այդ գումարը։ Իսկ գումարը հանել հաստատ անհրաժեշտություն լինելու է։ Ուրեմն, գյուղից շրջկենտրոն հասնելու համար թոշակառուն պետք է նստի տրանսպորտ, որը գնում է առավոտյան եւ վերադառնում է երեկոյան, առավոտյան գնա բանկում հերթ կանգնի, սպասի մինչև երեկո եւ չի ուզում գնալ տրանսպորտով, պետք է ծախսի 3000 դրամ գնալ գալու համար, որպեսզի կարողանա հասնել շրջկենտրոն եւ ձևակերպել այդ քարտը կամ գումարը հանել բանկից։ Իսկ հիմա ամենակարևորը, իսկ հաշմանդամ մարդկանց մասին, ովքեր չեն կարողանում տեղից շարժվել, տնից դուրս գալ, նույնիսկ գրել, ո՞նց են գնալու բանկ քարտ հանելու։ Երրորդ հարց. Օրինակ գյուղացին բերել է եւ կիլոյով վաճառում է իր այգու մթերքը։ Այսինքն, այդ ինչպես պիտի քարտով ստանա, որ պարտադիր քարտով պետք է լինի։ Իսկ գումար հանելու համար, այո, պետք է հասնի շրջկենտրոն։ Թոշակառուներ, իրենք ինչի պիտի որոշեն, որ դուք կանխիկ գումարով առևտուր չանեք։ Մարդկա հենց սիրում է կանխիկ գումար, ինչու չպետք է անի։ Ու այդ որ ասում են ինչ որ տոկոսը հետ վերադառնում եւ այլն, այդ բոլորը իրենց օգտի համար է մտածած։ Հանկարծ չմտածեք, որ ձեր օգտին ինչ որ բան արված է։ Նա մտքի մեջ երեկոյան ձեզ վրա ծիծաղում է, ծաղրում է, միայն ձեզ չէ, մեզ վրա, բոլորիս։ Մի հավատացեք այդ սրտիկներին։ Այդ ամբողջը սուտ է, ինչ որ ասել է հակառակի արել, չէ, ես բազմիցս ասել եմ։ Նույնը այդ սերը չի սիրում, ատում է։ Գնաք ու ձեր ձայնը նորից տաք նրանց, ձեր խնդիրները միայն ու միայն ավելանալու են։ Մեր կյանքը օր-օրի դժոխքի է վերածվում սրանց ձեռքին։ Վստահ եմ եւ շնորհակալություն եմ հայտում ձեզ, որ չեք ընտրելու։